Կառավարության ամենախոշոր եւ համակարգային սոցիալական բարեփոխումներից մեկը առողջության համընդհանուր ապահովագրությունը գործարկման առաջին ամսում արդեն ընդգրկել է ավելի քան 1.5 միլիոն քաղաքացու։ Առաջին փուլում համակարգի շահառու է դարձել 1.571.000 քաղաքացի, երեխաներ, թոշակառուներ, հաշմանդամություն ունեցող անձինք, սոցիալական աջակցության խմբեր եւ 200,000 դրամից բարձր աշխատավարձ ստացողներ։ Ազգային ժողովում կազմակերպված աշխատանքային քննարկման ընթացքում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց համակարգի գործարկման ընթացքն ու առանցքային մեխանիզմները, պատասխանելով պատգամավորների հարցերին եւ հանրային մտահոգություններին։ Մեկ մարդը կարող է մի քանի այցի շրջանակներում սպասարկում ստանալ։ Սա նշանակում է, որ կարող է արդեն իսկ մեր քաղաքացիները խորհրդատվություն, էլեկտրոնային դեղատոմսով դեղ ստանան, հիվանդանոցային այց գրանցեն եւ այլն եւ այլն։ Այսինքն չի նշանակում, որ 255,000 հոգի է օգտվել, այլ նշանակում է, որ 255,000 այց է գրանցվել։ Նախարարը հստակեցրեց, որ եթե քաղաքացին թեկուզ մեկ ամիս ստանում է 200,000 դրամից ավելի աշխատավարձ եւ այդ հիմքով ներառվում է ապահովագրության համակարգում, ապա նա ավտոմատ կերպով մնում է համակարգի շահառու 12 ամիս շարունակ, անկախ հետագա աշխատավարձի նվազումից կամ դրույքի կրճատումից։ Նախարարի տեղեկացմամբ քաղաքական պայմանագրով քաղաքացիների համար ապահովագրությունը կգործի 2027 թվականի հունվարի 1-ից։ Այստեղ պիտի երկու հանգամանք միաժամանակյա լինի, դա Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ Հայաստանի Հանրապետությունում ռեզիդենտություն ունենալու հանգամանքն է։ Ռեզիդենտությունը դա Հայաստանի Հանրապետությունում 183 օր եւ ավել բնակվելու հանգամանքն է։ Այստեղ եթե այս երկու հանգամանքները առկա են եւ իմ կողմից նշված այս տարիքային կամ սոցիալական խումբը առկա է, ուրեմն քաղաքացին ունի կարգավիճակ։ Ներկայացված տվյալների համաձայն այսօր ապահովագրության համակարգում ընդգրկված 1.5 միլիոն քաղաքացուց միայն 18.3%-ն է վճարում ապահովագրավճար։ Մնացածը գտնվում են պետական հոգացության ներքո։ Մասնավորապես մինչև 18 տարեկան երեխաները կազմում են շահառուների 39.9%-ը, 65 եւ բարձր տարիքի թոշակառուները 32.5%-ը, 200,000 դրամից ավելի բարձր ստացողները 18.3%-ը, սոցիալական աջակցության խմբերը 9.3%-ը։ Տարեկան ապահովագրավճարը սահմանված է 129,600 դրամ, սակայն երեխաների, թոշակառուների եւ հաշմանդամություն ունեցող անձանց համար այն ամբողջությամբ վճարում է պետությունը։ Եթե մարդը շտապ օգնության կամ հրատապ անհետաձգելի բուժօգնության կարիք չունի, ապա նա գնում է արդեն պլանային իր պոլիկլինիկա կամ ամբուլատորիա, ընտանեկան բժշկի, թերապևտի կամ մանկաբույժի մոտ։ Եվ արդեն այս անձինք են, որ ուղղորդում են անձին բուժօգնության ճիշտ տրամադրման ձևաչափով։ Առողջության համընդհանուր ապահովագրության փաթեթը չունի տարվա առավելագույն ֆինանսական շեմ մեկ անձի համար, սակայն յուրաքանչյուր ծառայության մասով սահմանված են հստակ սահմանափակումներ։ Օրինակ, արտահիվանդանոցային MRT հետազոտությունը փոխհատուցվում է տարեկան մինչև 2 անգամ։ Նույն սահմանափակումը գործում է նաև նեղ մասնագետի խորհրդատվության դեպքում։ Յուրաքանչյուր ծառայության համար կան առավելագույն փոխհատուցման գներ, որոնցից բարձր ծախսերը արդեն չեն փոխհատուցվում ապահովագրական փաթեթով։ Ընդհանրապես, հարգելի գործընկերներ, ապահովագրական փաթեթները հենց ունենում են կոնկրետ շրջանակներ։ Փաթեթի արժեքը 129,600 դրամ է տարեկան եւ մենք այդ գումարի շրջանակներում պիտի հաշվարկենք, որ ծառայությունները ինչ ծավալով կարող ենք տրամադրել։ Նյարդաբան, սրտաբան, ապահովագրական փաթեթը տրամադրում է տարին 2 անգամ։ Դրանից ավելը արդեն անձը ինքն է վճարում։ Քաղաքացիների համար առանցքային գործիք է Արմետ համակարգը, որտեղ հնարավոր է ստուգել եւ հաստատել ապահովագրության կարգավիճակը։ Հավելված ունենալը պարտադիր չէ, այն ընդհանրապես լրացուցիչ հարմարություն է։ Մեր ավագ սերնդի ներկայացուցիչները շատ կաշկանդված են բեռ դնելու իրենց երեխաների վրա եւ այս առումով ես ուզում եմ նշել, որ շնորհակալությունների նաեւ մեծ մասը սրան է վերաբերում, որ իրենք պետության հոգացությունը զգալով նաև անկախ են եւ ավելի ինքնուրույն են։ Նախարար Ավետիսյանը հատուկ անդրադարձավ նաև սմարթ հեռախոս չունեցող քաղաքացիներին։ Նրա խոսքով այդ դեպքում պոլիկլինիկայում բժիշկն անձամբ կարող է Արմետ համակարգում կատարել անհրաժեշտ գործողություններն ու հաստատել քաղաքացու համաձայնությունը։ Եթե ինչ-ինչ պատճառներով մարդը չի ակտիվացրել իր Արմետ հավելվածը, համաձայնությունը չի տվել, բայց ինչ պատճառներով ընկել է շտապ օգնության օրինակ միջոցով հիվանդանոց, սա եւս խոչընդոտ չէ նրա իրավունքը իրացնելու։
տվյալ պահին հիվանդանոցային այցի շրջանակներում հաստատումը կիրականացվի եւ նա կստանա իր բժշկական օգնությունը։ Ազգային ժողովում քննարկմանը մասնակցած քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւս կարևորեց համակարգի սոցիալական ազդեցությունը, ներկայացնելով արդեն արձանագրված թվերը։ Վարչապետի հրապարակած տվյալներով միայն 65-ից բարձր տարիքի 50,073 թոշակառու ստացել է 4.3 միլիարդ դրամի առողջապահական ծառայություն պետական բյուջեի միջոցներով։ Կան թոշակառուներ, որոնք ստացել են մինչև 4 միլիոն դրամի աջակցություն, ինչն ըստ Կոնջորյանի վկայում է, որ քաղաքացիներն իրենց առողջական խնդիրների հետ այլևս մենակ չեն մնում։ Այսպիսով առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը դեռ իր մեկնարկային փուլում է, սակայն արդեն իսկ ձևավորում է նոր իրականություն, որտեղ բժշկական օգնությունը դառնում է ոչ թե արտոնություն, այլ երաշխավորված իրավունք։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։